Երկար որոնումներից հետո գտա կայք, որի միջոցով կարեցա պատվիրեմ թթխմոր Էյցին, եթե չգիտեք, ինքը ձեռագործ իրերի էջ է, մարդիկ աշխարհում մեկ վաճառք են անում Էյցիով, ու ես գտա այս սայթը, ուղղակի ստեղ այս նամականիշի վրա գրած էր Իսպանիա, երևի Իսպանիայից է, հիմա մեզ պետք է թթխմորը, մի հատ փակ տարա, ու ստեղ ինքը ամեն ինչ ներկայացնում է, թե ես ոնց պիտի սկսեմ, ոնց պետք է այսի քանի օրում պետք է թթվի, ու տենց հիմա փորձենք, իր ասելով 100%-անոց լինող բանը, եկեք ես ընթացքային ցույց կտամ, կհասունանա, կթթվի, թե չի թթվի, հիմա պետք է այս տաք ջրով ու ալյուրով կերակրեմ։ Իմ թթխմորը, որը նոր եմ կերակրել, բայց իր պղպիճակներից կարաք հասկանաք, որ ինքը արդեն թթվել է, ես երեք իրան փորձել եմ ջրի մեջ եթե չի լուծվում, ուրեմն արդեն պատրաստ է, ինքը իրանով կարաք հաց պատրաստեք ու իմ թթխմորը արդեն պատրաստ է, հիմա կերակրել եմ, մի քանի փաստ ասեմ, օրինակ ես չգիտեի, թթխմորով հացը ավելի հեշտ է մարսվում, թթխմորով հացը ուշ է բորբոսնում սովորական խանութից գնված հացի համեմատ, ես շատ եմ փորձել թթխմորով հաց, իրա մեջ, սենց գիտեք, ինչ-որ թույլ թթվայնություն կա, որը ոչ մի խանութից գնված հացի մեջ չեք գտնի, որովհետև ինքը հենց բնական պատրաստած հաց է, առանց ինչ-որ հավելումների, սա շատ հնագույն մեթոդ է, որով դարեր շարունակ պատրաստել են հացը, ու հիմա շատ թրենդային է դարձել թթխմորով հացը, բայց որը շատ լավ թրենդ է, քանի որ շատ առողջարար հացի տեսակ է, տենց ուզում եմ, իմ մոտ եմ ուզում ստացվի, շատ եմ ուզում, ու իմ թթխմորի անունը ես դրել եմ Լուիս, իմ մամայի անունը Լուսինե է, ու ինքը իմ համար շատ լուսավոր մարդ է, ոնց որ այդ խորհրդանշական է, որ իմ հացը միշտ լավ ստացվի, Լույսի պես, դրա համար իր անունը Լույս է, միշտ թթխմորի համար անուն եմ որոշում, ինչ-որ հատկանշական, բայց ինակ իր պղպիճակները ինչ հավես է լավ, ես էսի ոնց որ փչացնում եմ, ինքը պետք է մնա, որ հետո բարձրանալուց ես հասկանամ ինչքան է ավելացել։ Մի քանի թեմուից պատվեր ունեմ, երևի ես երկրորդ թեմուից պատվերն է, եկեք ցույց տամ մեծամասնաբելի երեխու համար, Հայկի համար եմ պատվիրել, մեկը այս շշերի չորացման համար այս հարմարանքն է, ինձ թվում է ինքը շատ կարևոր ու լավ բան է, երկրորդը ջրի շիշ եմ պատվիրել, հələ կարող է ինքը այդքան չֆայնի, որ պիտի խմի սենց, բայց քիչ-քիչ կսովորի, երկրորդը, որ դուրս գանք սենց տերմո պայուսա կա, որ պահի ջերմաստիճանը, շատ պուպուշիկ, էլի իրա համար, որ ջուրը տաքացնեմ, կփորձեմ կասեմ լավնա, թե չէ էլեկտրական, խաղալիքները պահելու համար ես եմ պատվիրել, սա մեծ կասմետիչկա է, ինքը տենց եմ պատվիրել, տենց գիտեի, բայց եկել է գրչատուփ, որը կպահանջեմ հետ ուղարկեմ, սա միջուկի համար ինձ պետք է ռեզինից, սա ինչ-որ գիրք է, որը ընդհանրապես Հայկի տարիքի չի, վեճեյը տեսեմ, 3+ է, կասմետիչկա, էլի Հայկի պամպերսները դնելու համար, վերջում իմ համար պատվիրել եմ այս հեռախոսի հարմարանքը, որ ինչ-որ բանի է կպնում, հիմա պատկերացում կազմեցիք, ինչա էլ չբացեմ, և Beauty Blender, բայց էսի տեմուից չի, սա Zalando-ից է պատվիրել, Wet n Wildի Beauty Blender-ը, թե չէ, որ փոփուկը, ինձ թվում է շատ լավն է լինել, ուղղակի մի քիչ փոքր է, այսքանը, և այս մեկը մոռացա ցույց տամ, սա շատ հարմար է, երբ որ ատամը շատ ուժեղ քոր է գալիս, ատամները, սա սիրում է շատ Հայկը, սենց ինչ-որ դինոյով կերպար է, բոլորին, մենք դրսում ենք, ման ենք գալիս, ահա որ ցուրտ է, 2 աստիճան է, հլե այս ծմեր սենց ցուրտ չեր եղել, այսօր գիտեք ինչ եմ ուզում գտնեմ իմ համար, օրեղեններիս պարագաները շատ անխնամ վիճակում դասավորված են,
դարակ առնեմ, որ ակուրատնի դասավորեմ մեջը։ Մի հատ փողոց կա, որտեղ տենց տնտեսական ապրանքներ են ծախում։ Գնամ մտեղ այդ պլաստիկե դարակը, որը արդեն դասավորել եմ մեջը։ Ստեղ սենց ոնց որ գործիքներ են, այս կողմում ավելի ներկեր, ինչ որ կեքսերի համար թղթեր, ստեղ ինչ որ։ Էլի ամեն ինչը կապված է խմորեղենների հետ շատ հարմար ու պետքական բաներ։ Կարևոր գնում էր, ինձ դուր եկավ շատ։ Գնայեմ ուղղակի սպասում էի կոռոտուն ուներ, որ ինքը վերցներ, որ հայկետը տենց ծանր չգայի։ Տենց է իմ պլանները։ Վաղը մեկ պատվեր ունեմ կոռի ծնունդի տորթից։ Տորտիկը։ Այս հատվածում այս անցքը դա մոմի համար է, Հասմիկի համար է, շատ սիրուն է ստացվել ու համով վստահ եմ, որովհետև այս տորտից մի անգամ եմ պատրաստել ու շատ եմ հավանում, կարմիր թավիշ տորտը։ Այդ էի քիչ անում ուղղակի այս մարդուկը չէր ուզում, որ ես աշխատեի, ուզում էր իրան գրկեի, մանգայի։ Այս էլ մեր տարակը գտել ենք, ուի, հայկը գնաց է, շատ սուրտ ամրատել մայրամուտը, շատ սիրուն է, բայց ահա որ սուրտ եմ, որ ուզում եմ շուշուտ հասնենք տուն։ Բարև բոլորին, այսօր, ոյ, ցուրտ օրլով, քոմի ուժեղ, այսօր ես ու Հայկը առաջին անգամ նստել ենք ավտոբուս, շատ հավես էր, ինքան էի կարոտել, եկել ենք Վիլվորդ, այս ֆլամոնական քաղաքներից մեկն է, Բրյուսելին մոտ, շատ հանգիստ, սիրուն քաղաքի կա, ես տեղ ապրել եմ որոշ ժամանակ, լիքման եմ եկել, հիմա սենց կարոտել եմ, ինձ դուր է գալիս սենց հանգիստ քաղաքները, մտել ենք խանութ, Ալբերտեին, ինքը հոլանդական խանութ է, մեր մոտ չկա Բրյուսելում, ոյ ու շատ եմ սիրում այդ խանութը, մտանց հիմա ես ու Հայկա ինքը շատ է ուզում քնի, բայց չի քնում, հեսա կքնի ոչինչ, մի քիչ սենց մանգալով գնանք, լավ ցուրտ է, քամի է ուժեղ, ուի, սենց վազելու, քայլելու համար իդեալական տեղ է, կանալով, ու այս կանալը շատ երկար է թվում է, այն կողմում մարդիկ, չգիտեմ, բայդարկ են հայերեն ոնց է, քշում են նավակ, նավ, Հայկը ջղայնանում է իմ վրա, սա մանկապարտեզ դպրոց է միշտ, անցնում է լիքը երեխեք էին, լիքը հավես էր շատ, Չորսինգ, չգիտեմ ես որ ստեղ էի ապրում ես սրանք չկար, չեմ հիշում հեսա երևում է, որ նոր են կառուցում, բայց ես չեմ հիշում ինչ ա եղել իրանց տեղը անգամ